որևէ այլ ճանապարհ բացի եվրոինտեգրումից Հայաստանը չունի։ Եվ դա գյուտ չէ։ Դա եղել էր եւ 20 տարի առաջ, վերջերս նշվեց Ստրասբուրգում Հայաստանի Եվրախորհրդին միանալու 25-ամյակը։ Աստված իմ 2001 թվականին Քոչարյանի օրոք ամենամեծ ռուսամետ նախագահի օրոք փաստորեն ճիշտ է իրավիճակը Ռուսաստանում էլ էր այն ժամանակ բավական տարբեր, բայց Հայաստանը փաստորեն առաջին լուրջ քայլն արեց դեպի եվրոինտեգրում։ Հետո մենք հիշում ենք Եվրոասիացիացման նախագիծը եւ լուրջ ֆինանսական ներդրումներ Սերժ Սարգսյանի օրոք եւ հիմա այդ դրամատիկ իրավիճակը, երբ որ ընդունվել է արդեն 10 ամիս առաջ Հայաստանի օրենքը եվրոինտեգրման մասին եւ այդ մասին խոսում են մեծ զայրույթով Ռուսաստանում, Լավրովը, նրա խոսնակներն են նշում անհամատեղելիությունը